Կրեմլի խոսնակը մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը, որ Ռուսաստանը Պետդումայի սեպտեմբերին կայանալիք ընտրություններից հետո ամենայն հավանականությամբ ևս 300,000 զինվորի կմոբիլիզացնի։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են։ Այդ լուրերը տարածում են Ուկրաինայի իշխանությունները, նրանք փորձում են անկայունացնել իրավիճակը մեր երկրում, հավելել է ռուս պաշտոնյան։ Պեսկովը նաև հայտարարել է, որ Մոսկվան բաց է ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար, սակայն նման հնարավորության բացակայության պայմաններում շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը, ասել է Կրեմլի խոսնակը, շեշտել. Ռուսաստանը հաղթելու է, այլ հարց է ինչ միջոցներով։ Պեսկովը նաև կրկնել է, որ Դոնբասը ռուսական տարածք է եւ երրորդ կողմերը չեն կարող զբաղվել դրա կառավարմամբ։ Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Սումիի եւ Դնեպրոպետրովսկի շրջաններին, կան վիրավորներ, վնասվել են մասնավոր տներ, վարչական շենքեր, գազատար եւ այլ ենթակառուցվածքներ։ Թիրախում են հայտնվել Կիևը, Զապորոժիեն եւ Խարկովը։ Նաեւ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի միջազգային անցակետի գործունեությունը։ Սա վերջին մի քանի օրում արդեն երրորդ նման միջադեպն է։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը ոչնչացվել է ուկրաինական շուրջ 150 ԱԹՍ։ Ըստ տեղական իշխանության Կրասնոդարի երկրամասում անօդաչու սարքի բեկորներն ընկել են Աֆիպսկայի երկաթուղային կայարանի տարածքում։ 2 մարդ զոհվել է, ևս 2-ը վիրավորվել։ Բացի այդ, հրդեհ է բռնկվել մասնավոր տներից մեկում, ինչպես նաև նավթավերամշակման գործարանի տարածքում։ Ռոստովի մարզում էլ վնասվել է Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը, ավելի ուշ օբյեկտի գործունեությունը դադարեցվել է։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ անցած շաբաթ ուկրաինական հարվածների հետևանքով Ռուսաստանի տարածքում տուժել է ավելի քան 400 քաղաքացի, այդ թվում 21 երեխա։ ՄԱԿ-ն էլ տեղեկացրել է, որ 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինայում զոհվել է ավելի քան 16800 քաղաքացիական անձ, այդ թվում 820 երեխա, վիրավորվել է 51000-ից ավելի մարդ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից 50%-ի մաքսատուր կսահմանի Կանադայում արտադրված մեքենաների, բեռնատարների, ավտոպահեստամասերի եւ պողպատի համար։ Մաքսատուրքեր չեն լինի, եթե այդ արտադրանքը հավաքվի ԱՄՆ-ում, նշել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը մանրամասնել է, որ Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտը Կանադայի նկատմամբ հասել է $60 միլիարդ, Օտավայի կողմից ամերիկյան գյուղատնտեսության ոլորտի դեմ սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Նախագահն ընդգծել է, որ Կանադան ունի ԱՄՆ-ի կարիքը, այլ ոչ թե հակառակը, եւ որ կանադական բիզնեսի 95%-ը գտնվում է ԱՄՆ-ում։ Կանադայի վարչապետը սխալ հաշվարկ է որակել Թրամփի որոշումը։ Մենք չենք կարող ընդունել այն, ինչ նրանք առաջարկել են, եւ չենք տա այն, ինչ պահանջել են, հավելել է Մարկ Քարնին։ Նա նշել է, որ հրաժարվել է ԱՄՆ-ի հետ գործարքից, քանի որ պատրաստ չէր զոհաբերել Կանադայի ինքնիշխանությունը։ Վարչապետը հավելել է, որ Կանադան կգործի համաչափ։ Ակնկալվում է, որ սեպտեմբերի 8-ից մաքսատուրքեր կսահմանվեն ամերիկյան պողպատի, կաթնամթերքի, կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի, ինչպես նաեւ այլ ապրանքների համար։ Թայֆունի հետևանքով առաջացած մասշտաբային ջրհեղեղներից Չինաստանի հարավում տասնյակ բնակավայրեր հեղեղվել են, հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Չինաստանի Գուանսի նահանգի իշխանությունները տարհանել են ավելի քան 15000 մարդու, երբ ջրի մակարդակը գերազանցել է 2008 թվականին գրանցված ռեկորդային ցուցանիշը։ Չինաստանի պետական հեռուստատեսության տվյալով ջրհեղեղների պատճառով Չինաստանում տարհանվել է ընդհանուր առմամբ 54000 մարդ։ Reuters գործակալությունն էլ հայտնում է, որ եւս մեկ փոթորիկ շարժվում է դեպի Ճապոնիա եւ Թայվան։ Օդերևութաբանները կանխատեսում են հորդառատ անձրևներ եւ ջրհեղեղներ։ Դիանա Գասպարյան, լուրեր։